Կյանքը այս երկրի վրա բոլորովին էլ հեշտ կյանք չի։ Լցված է դժվարություններով, պայքարով, անհանգստություններով, նեղություններով, ինչքան այդպիսի բաներ կարող եք թվարկել ու այս շարքը չի վերջանա։ Լավ, այդպիսի պայմանների մեջ մենք կարիք ունենք ավելի ուժեղ հավատքի։ Կարիք ունենք նաև շատ գիտելիքի, թե ինչպես պիտի վարվենք, ինչպիսի պայմանների դեպքում, որպեսզի մենք չսխալվենք։ Գիտեք, մեր կյանքը այսպիսին է, մենք միտեղ սկսել ենք այս հավատքի կյանքը։ Ինչ որ միտեղ մեր կյանքում սկսել ենք հավատքի կյանքը։ Սկսել ենք բուռն մեր զգացմունքներով, ո՞մ այդպես չի եղել։ Ապրելով Աստծո ներկայությունը, նրա քաղցրությունը, ջրի մկրտությունը, Սուրբ Հոգու մկրտությունը ու այսպես օրհնությունների շարք։ Բայց միտեղ գալիս է հաճախ, որ քրիստոնյաները թուլանում են ու սկսում են թուլանալ ու արդեն ոչ թե վերելք է գնում հոգևոր կյանքի, այլ անկում է սկսվում քրիստոնյաների մոտ։ Այ որպեսզի այսպիսի բաներ չլինի, կարիք ունենք շատ բաներ սովորելու Աստվածաշնչից, նաև դրանք ուժեղ ձևով կիրառելու։ Գիտեք, ոչ մի գիտելիք նշանակություն չունի մարդու կյանքում, եթե չի կիրառելու, եթե ոչ մի գործ չի անելու այդ գիտելիքի միջոցով։ Բերեք բացենք Տիմոթեոսի առաջին նամակը, Պողոս առաքյալի կողմից գրված։ Գիտեք, որ Սուրբ Հոգին ներշնչում էր առաքյալներին, ներշնչում էր Աստծո մարդկանց տարբեր տեսակ թղթեր գրելու, նամակներ նաև գրելու, ամեն մեկը որոշակի նպատակով։ Սա էլ պատահական չի գրված, թուղթը գրված է Աստծո մի զորավոր մարդու, Տիմոթեոսին է ուղղված, Եփեսոսի եկեղեցու առաջնորդն էր։ Թեև այդպիսի պաշտոնի մեջ էր ինքը, բայց տեսեք Պողոս առաքյալը ինչպիսի խոսքեր է գրում։ Առաջին գլխի 18-19 խոսքերը պիտի կարդան։ Այս պատվերը ավանդում եմ քեզ, իմ որդյակս Տիմոթեոս։ Տիմոթեոսը Պողոս առաքյալի աշակերտն էր եւ հավատքով կարծես հոգեվոր առումով Տիմոթեոսին որդի անվանում։ Քո վրայովդ առաջվանից եղած մարգարեությունների համեմատ, որ նրանցով պատերազմես այն բարի պատերազմը եւ ունենաս հավատք ու մաքուր խղճմտանք, որը մի քանիսը իրենցից մի կողմ գցելով նավակոծություն կրեցին հավատքի կողմից։ Ուրեմն այստեղ թվարկված է 3 բան։ Նախ գրված է պատերազմես այն բարի պատերազմը, հետո ունենաս հավատք, ունենաս մաքուր խղճմտանք, հետո մեկ գրվածին գրված է, որ մի քանիսը սրանք իրենցից մի կողմ գցելով նավակոծություն կրեցին հավատքի կողմից։ Նավակոծություն բառը հասկանալի է։ Բնագրում հունարենում էլ գրված է նավակոծություն։ Ես պիտի սկսեմ այստեղից, վերջից, այս նավակոծությունից։ Նավակոծությունը որն է, որ նավը ծովի մեջ, օվկիանոսի մեջ, 4 կողմից ջրերով շրջապատված, տարբեր ալիքների հարվածներից ու փոթորիկից մեկ է սկսում ախորտակվել, նավակոծություն։ Ասում է, որ հավատքի կողմից նավակոծություն կրեցին շատերը, որովհետև այս 3 բաները իրենց կյանքում բաց թողեցին։ Պատերազմը հոգևոր, ունենալը հավատքը, ունենալը մաքուր խղճմտանքը, այս 3 բաները բաց թողեցին իրենց կյանքից, մի կողմ գցեցին, դրա համար նավակոծություն կրեցին։ Այսօր կխոսեմ միայն հոգևոր պատերազմի մասին, բայց սա շատ իրական է, գիտեք, այս նավակոծությունը, ու շատ քրիստոնյաների կյանքում պատահում է, որովհետև մենք ապրում ենք հավատքի մեջ, հավատքով ենք ապրում այս աշխարհի բազմաթիվ ալիքների դեմ։ Այս աշխարհում այնքան բազմաթիվ են ալիքները, այնքան տեսակներ են։ Մեկ էլ տեսնում ես մի վախացնող ալիք է գալիս, հետո այն մյուս կողմից մի հրապուրական ալիք է գալիս, այս աշխարհի ցանկությունների փողի, չգիտեմ, այն մյուս կողմից մի ալիք է գալիս, որը քեզ շատ վիրավորում է ու դու ստիպված մեղք ես գործում դրա ազդեցության տակ, իհարկե ոչ մի ստիպված չի լինում, միշտ ընտրությունն ես կատարելու, ինչ անելու։ Մենք չէ՞ դրա մասին ավելի մանրամասն կասեմ։ Ու երբ որ քրիստոնյան ամեն անգամ ինչ որտեղ մեղք է գործում, դա նման է նրան, որ իր նավի վրա մի հատ ծակ առաջացավ, որ իր ջուրը սկսում է լցվել նավի մեջ։ Եվ այսպես մի անգամ, 2 անգամ, 3 անգամ տեղ է գալիս, որ էլ այդ նավը փրկել հնարավոր չի լինում։ Ու սկսում է նավը խորտակվել։ Կարծում եք պատահական է գրված այս խոսքը։ Շատ քրիստոնյաներ մտածում են, դե մենք հավատում ենք։ Գիտեք, միայն ասել, որ ես հավատում եմ, շատ քիչ բան է։ Քո կյանքի գործողությունները պիտի ցույց տան դու հավատում ես թե չես հավատում։ Մենք չէ՞ որ կնկարագրեմ, քննեք ձեր կյանքը, արդյոք դուք գտնվում եք այն հավատքի մեջ։ Ընդ որում ես հարցնել, որ տալիս եմ գրված է Աստվածաշնչում։ Իսկ մա քննեք ձեր անձերը, արդյոք դուք հավատքի մեջ եք։ Կարդացել եք այդպիսի խոսք 2-րդ Կորինթացիների թղթում է գրված վերջի գլխում։ Մի անգամ էլ կարդում եմ 18-րդ խոսքը եւ իրար հետ ուսումնասիրենք սա։ Այս պատվերը ավանդում եմ քեզ, իմ որդյակս Տիմոթեոս, քո վրայովդ առաջվանից եղած մարգարեությունների համեմատ, որ նրանցով պատերազմես այն բարի պատերազմը։ Պատվեր է տալիս իր աշակերտին, ասում է, որ նրանցով պատերազմես այն բարի պատերազմը։ Հիշում եք 2-րդ նամակում Տիմոթեոսին ուղված վերջին գլխում Պողոս առաքյալը ասում է, ընթացքս կատարեցի, պատերազմը պատերազմեցի, հավատքս պահեցի։ Այնտեղ էլ իր մասին է ասում։ Այսինքն ինքը, թեև արդեն Պողոսը հասել էր իր կյանքի վերջին, բայց ասում է պատերազմս պատերազմել եմ։ Կարծես թե անցածս կյանքի մեջ ամբողջ ժամանակ պատերազմ եմ պատերազմել։ Ու հաղթող եմ եղել այդ պատերազմի մեջ։ Դրա համար էլ այստեղ ասում է բարի պատերազմը պատերազմիր։ Այս բարի պատերազմը ավելի լավ հասկանալու համար ես 2 բաժնից պիտի խոսեմ։ Առաջին բաժնում կնկարագրեմ, թե ինչի դեմ մենք պիտի պատերազմենք։
Լավ է, իսկ ես ինչի դեմը բավականին բացահայտ է մեր կյանքում։ Աստվածաշնչում գրված է, որ մարմինն ու արյունը մեզ թշնամի չեն։ Մենք երբեք չենք պատերազմում մարմնի եւ արյան դեմ։ Մեր պատերազմը հոգեվոր աշխարհի չար ոգիների դևերի դեմ է։ Դուք այդպես եք հավատում։ Իրականում այդ հավատքը կերևա գործունեության ժամանակ։ Երբ որ մի մարդ կանգնի քո առաջ ու քեզ ինչ որ ձևով նեղություն պատճառի, կլինի խոսքերով, կլինի, չգիտեմ, նյութականով, կլինի ֆիզիկապես, ինչ որ ձևով քեզ նեղություն կպատճառի։ Այդ պահին կերևա դու իսկապես այդ մարդուն ես տեսնում քեզ թշնամի, թե նրա թիկունքում եղած դիվական աշխարհին ես տեսնում։ Դիվական աշխարհը ճանաչում է մեր մեջ ով է բնակված։ Նա այնքան լավ գիտի, որ մենք Աստծո որդիներ ենք, որ մեր մեջ Սուրբ Հոգին է բնակված, ու դրանից ինքը սարսափում է դիվական աշխարհը։ Ու գիտեք ինչ է անում։ Հարցակում է գործում։ Ինքը ունի գործակալներ, վերցնում է այդ գործակալներին, լցնում է իր դևերով, ուղարկում է քո դեմ պատերազմելու։ Այն քրիստոնյաները, որ շատ կարճատես են լինում հավատքի մեջ, սկսում են մարդուն տեսնել իրենց թշնամի, ու ընկնում են մեղքի մեջ, որովհետև այդ մարդու դեմ պատերազմելով շատ սխալներ են գործում ու շատ մեղքեր են գործում։ Օրինակ վիրավորվածության դեմ վրեժ են առնում, գիտեք այդպիսի բաներ շատ կա։ Բայց ասեմ ձեզ, որ սատանան ամբողջ դևերի աշխարհով ոչ մի բան չի կարող անել քրիստոնյային, եթե քրիստոնյայի մեջ ներսում բռնվելու տեղ չունենա։ Եթե հանում է իր բանակը ոտքի, այդ բանակը միայն ստուգում է մեր ներսի աշխարհում սատանան ինչ որ բռնվելու տեղ ունի, թե չէ։ Եթե տեղ ունեցավ, կարողանում է գցել մեղքի մեջ։ Եթե տեղ չունեցավ, ոչ մի բան չի կարողանում անել յետաքաշվում պարտված վիճակում։ Մի քանի բաներ նայենք։ Առաջինն այն ամենակարևոր կամ առաջնային աչքի ընկնող ուժեղ բաժինը, որի վրա հաճախ հարձակումներ է գործվում, որ սատանայի բռնվելու տեղն է, մարդու հպարտությունն է, եսը, էգոիզմը։ Դա ամենաշատը արտահայտվում է վիրավորվածության միջոցով։ Մեկը մի բան է ասել, մարդը սուր վիրավորվածության զգացում է ունենում։ Իսկ վիրավորվածության հետևանքը գիտեք որն է։ Վրիժառությունը։ Ինչքան է եղել ձեր կյանքում։ Իմ կյանքում շատ է եղել, որ վիրավորվածությունից։ Մեկ էլ նստում մտածում ես ոնց պատասխանես այդ մարդուն։ Ոնց կծես, որ մի հատ քո ապրած ցավի ավելին ինքը ապրի։ Ու մեկ-մեկ մարդիկ դա արդարացնում են, ասում են թող հասկանային։ Չէ, դա հասկանալու համար չի, դու ուղղակի վրեժ ես առնում, քո հանգստության համար ես անում դա։ Եկեք անկեղծ լինենք մեր սրտերի մեջ։ Սա պատերազմելու մի տեղ է։ Գիտեք ինչ, պատերազմը քո դրսի աշխարհից հայացքդ ուղիղ սկսի թեքել ու գնալ քո ներսի աշխարհը։ Ու հենց տեսնում ես վիրավորվածությունա բարձրանում, նրա դեմ արդեն պատերազմելու կարիք կա։ Հենց տեսնում ես վրիժառության մի վատ բան անելու ցանկությունա բարձրանում, այդ նրա դեմ արդեն մի բան անելու կարիք կա։ Պատերազմելու, կռվելու։ Դրա համար էս պատերազմը անվանված է բարի պատերազմ։ 18-րդ խոսքին մի անգամ նայեք, գրված է պատերազմ մեզ, այն բարի պատերազմը։ Հավանաբար նախկինում մինչև այս նամակը ոչ թե հավանաբար, այլ հաստատ Պողոս առաքյալը Տիմոթեոսին սովորացրել էր ինչպես, ինչի դեմ պիտի պատերազմի, դրա համար էլ այստեղ այնպես է խոսվում, կարծես թե այն բարի պատերազմը արդեն խոսվել էր դրա մասին, արդեն սովորացվել էր։ Այդ բարի պատերազմը իրականում մեղքի դեմ է, իրականում այն բոլոր միջոցների դեմ է, որոնք մարդուն տանում են մեղքի։ Գիտեք, առաջի Կորինթացիների 15-րդ գլխում ես չեմ կարդա, ուզում եք հենց հիմա բացառեք կարդացեք, 56-րդ խոսքում գրված է այսպիսի արտահայտություն. Մահվան խայթոցը մեղքն է։ Այս մի արտահայտությունն է, մի կարճ նախադասություն է, որ ասում է մահվան խայթոցը մեղքն է։ Խայթոց բառը փորձեցի հունարենից թարգմանեմ, ինքը ճիշտ համապատասխանում է հայերեն խայթոց բառին։ Ուրեմն ինչն է հետաքրքիր, որ այդ բառը հուները օգտագործել են, երբ որ խայթելը կարիճը։ Երբ որ կարիճի խայթոց ալնում, մենք հայերս էլ ենք ասում, չէ՞, ասում ենք կարիճը խայթեց։ Օրինակ չեն ասում կարիճը կծեց, որովհետև չի կծում։ Պոչի վրա խայթ ունի, որով խայթում է։ Ու ամեն խայթելուց գիտեք, որ թույն է ներարկում կարիճը։ Այդ թույնի ներարկումը, կարծես թե այդ բանաձևը, մահվան խայթոցը մեղքն է։ Այնքան դիպուկ է գրված Աստվածաշնչում, ինչքան լակոնիկ, կարճ ու ինչքան ուժեղ արտահայտություն է սա։ Ուզում ես իմանալ քո կյանքում ինչն է մահ բերում։ Երևի պիտի իմանաս մահը ինչ է։ Գիտեք ինչ է մահը։ Բաժանում Աստծուց։ Բաժանում Աստծուց։ Այն բոլոր մեղքերը, որ դու գործում ես, դրանք մահ են առաջացնում, բաժանում են առաջացնում Աստծուց։ Հենց որ մի հատ սուտ ես խոսում, սա մի հատ խայթոց էր, մի հատ թույնի ներարկում էր, որով դու բաժանվեցիր Աստծուց։ Հենց որ փորձեցիր մի հատ մեղքի, չգիտեմ, քայլ կատարել, յուրահատուկ ինչ որ խաբեության, ինչ որ մի բանի, արդեն բաժանում Աստծուց։ Հենց փորձեցիր մեկին մի հատ չար խոսք ասել, ոչ աստվածաշնչյան, չգիտեմ, ել չեմ ասում հայոյան կամ ավելի բացական խոսքեր։ Արդեն մի բան արեցիր, որով բաժանվեցիր Աստծուց, որով կտրվեցիր Աստծուց։ Մի հատ ճեղք առաջացավ։ Ու շատ հաճախ, նույնիսկ քրիստոնյաների մոտ օրական քանի էսպիսի խայթոցներ են լինում։ Երբ որ քո ներսի աշխարհը, քո մարմնի ցանկությունները, բնական կրքերն ու ցանկությունները քեզ ստիպում են մի գործողություն կատարելու հենց այդ ցանկության համապատասխան։ Օրինակ միացնելու հեռուստացույց ու հենց մերկություն փնտրելու։
Կամ չգիտեմ, նստելու հաճույքով մտածելու, երևակայելու մի հատ ինչ-որ այսպիսի մեղքի ցանկությունների վրա, գիտես, խայթոցներ են դրանք։ Հələ փորձիր դրանից անմիջապես հետո աղոթքի կանգնել։ Աստծո ներկայությունը կորած, ջնջված քո կյանքում։ Ինչքանս ներողություն խնդրում դրանից հետո, որ նորից վերականգնվի Աստծո ներկայությունը։ Ովքեր ապրել են կհասկանան ինչի մասին եմ խոսում։ Մի հատ ստից հետո կանգնում ես Աստծո առաջ, եկել տեսնում ես չկա Աստծո ներկայությունը, ուղղակի չկա, չես ապրում։ Իր հետ հաղորդակցությունը չկա։ Մինչև չես ջնջում դա, մինչև որոշում չես կայացնում, որ ավելի լավ է մեռնեմ, քան թե սուտ խոսեմ։ Նորից չի գալիս Աստծո ներկայությունը։ Գիտեք, որ քրիստոնյաները սա չեն հասկանում, որ չեն ապրում Աստծո ներկայությունը։ Նրանք, ովքեր Աստծո ներկայությունից հեռու են, կտրված են, նրանք ինչ գիտեն, ինչ է նշանակում Աստծո ներկայություն կորցնել։ Աստծո ներկայության քաղցրությունը կորցնել։ Դրա համար, եթե հանկարծ դու իսկապես չես զգում այդ կորուստները, շատ ուժեղ ձևով մոտեցիր Աստծուն, փնտրիր Աստծուն, որ գտնես նրան։ Ու եթե մի անգամ լավ գտնես, դրանից հետո պիտի ուժեղ ձևով պահես նրան, որովհետև կարող ես բաժանում առաջացնել այդպիսի խայթոցների միջոցով։ Նաև բնական ու ոչ բնական մեղքերը, կրքերն ու ցանկությունները։ Գիտեք, ինչու եմ ասում ոչ բնական, որովհետև մարմնի ցանկություններ ու կրքեր կան, որոնք հեչել բնական չեն։ Օրինակ Աստված մարմնի մեջ երբեք չի դրել ծխելու ցանկություն։ Աստված այս մարմնի մեջ երբեք չի դրել թմրամոլության ցանկություն, գինեմոլության ցանկություն, այսպիսի բաներ չի դրել Աստված։ Դրանք արհեստական են մտցվում։ Դրանք դրսից են մտցվում։ Մարդը ինչ որ ժամանակ ծխելով, խմելով, ինչ որ ձևով իր մարմինը վարժեցնում է դրան։ Հետո որ ուզում է կտրվի, մեկ էլ տեսնում էլ չի կարողանում դրանից կտրվի, որովհետև դժվար է արդեն, մարմինը կապված է դրա հետ։ Բնական ու ոչ բնական ցանկություններ, որոնք ձգում են մարդուն։ Այս այնտեղն է, որտեղ պատերազմելու կարիք կա։ Ու այս պատերազմը կոչվում է բարի պատերազմ։ Քո կյանքից վերացրու այսպիսի մեղքերը, տեսել սատանան կկարա քեզ ինչ-որ մի բան անի։ Այնքան հեշտ է սատանայի համար թույլ հավատացյալին բռնացնելը։ Վերում է մի հատ իր ծառաներից մեկին, անհավատ, չգիտեմ, հայհոյով ինչպիսի մեկը, մի երկու հայհոյական խոսք է ասում, դու էլ քո սահմաններից ես դուրս գալիս, մի խոսք նրան ես ասում, իր համար դա շատ սովորական էր, բայց քեզ համար դառնում է մահացու թունավորում, որովհետև դու կտրվում ես այդ մեղքի պատճառով Աստծուց։ Ցույց է տալիս փող, ասում է մի քիչ սուտ խոսիր, ես փողը կունենաս։ Ու շատ քրիստոնյաներ հաճախ խափնվում են դրան։ Մի փոքրիկ փող ունենալու պատճառով սատանան կարողանում է նրանցից գողանալ Աստծո ներկայությունը, կտրել իրենց Աստծուց։ Խայթոցներ, որ հաճախ տեղի են ունենում մարդկանց կյանքում։ Եղել են այսպիսի դեպքեր ձեր կյանքում։ Կարծում եմ կարիք կա այսպիսի բաները լավ հասկանալու ու պատերազմելու։ Մի լավ նշան ասեմ, որով դու կարող ես ճանաչել իսկապես քո կյանքում խայթոցները կամ մեղքերը կարողացել են քեզ պարտության մատնել թե ոչ։ Սերը Աստծո նկատմամբ։ Վերջի ժամանակների համար Հիսուսն ասաց, որ մեղքի շատանալու պատճառով շատերի սերը կսառի։ Նկատում եք մահը։ Մեղքի շատանալու պատճառով շատերի սերը կսառի։ Ինչու կսառի, որովհետև մարդիկ մեղք կգործեն։ Ամեն մեղք գործելը մի հատ Աստծուց կտրվածություն կառաջացնի, ու այդ կտրվածությունը կսառացնի այն սերը, այն ձգտումը դեպի Աստված, որ ընդհանրապես ունեցել ենք։ Ապրել եք այդպիսի բան, եթե հանկարծ այսօր դու տեսնում ես, որ քո սերը սառած է Աստծո նկատմամբ, աղոթքի նկատմամբ, նրա խոսքի նկատմամբ, քեզ գիրքը մի գիրք է, որտեղ Աստծո խոսքերը, քո սիրածի խոսքերն են գրված։ Դու պիտի անտարբերությամբ չկարդաս, այլ յուրահատուկ զգացումներով կարդաս, ապրումներով կարդաս, ինչպես կարդայիր քո սիրածի նամակը։ Այ եթե այսպիսի զգացումներ դու չունես կարդալու ժամանակ, լուրջ ձևով պատերազմելու կարիք ունես։ Ուրեմն քո կյանքում ինչ որ կուտակված բաներ կան, որ այդպիսի խայթոցները կուտակել են ու մահ են առաջացրել։ Եթե ժամանակին չվերականգնես, գուցե մի օր իսկապես նավակոծությունը տեղի կունենա։ Լավ, երբ որ դու քո ներսի աշխարհում հաղթած ես լինում այսպիսի բաների, դու կարողանում ես նաև դրսում պատերազմել։ Հաճախ կտեսնես քո կողքինը, որ շատ հեշտությամբ մեղքագործում, կարիք ունի պատերազմելու, որ դու իր համար պատերազմես։ Պողոս առաքյալը նամակագրում Հռոմեացիներին 15-րդ գլխում կարող եք կարդալ 30-րդ խոսքից մինչև 32-ը։ 30-րդ խոսքում գրված է այսպես, ասում է ինձ հետ պատերազմակից եղեք։ Պողոս ասում է ինձ հետ պատերազմակից եղեք։ Այսինքն ես պատերազմում եմ մեղքի դեմ, բայց դուք էլ ինձ հետ պատերազմակից եղեք։ Մեկ-մեկ տեսել եք, որ քրիստոնյաները պայքարում են իսկապես մեղքի դեմ, բայց դժվարություն ունեն։ Հաղթելը դժվար է լինում։ Պատերազմակից եղեք, կողքից աղոթեք իր համար ու կտեսնեք ինչպիսի հաղթանակներ կունենաք։ Այ եկեղեցին այսպիսին պիտի լինի, որ իրար նայելով, իրար դժվարություններ տեսնելով իրար համար աղոթեն ու միասնական ամբողջական հաղթանակ ունենան սատանայի նկատմամբ։ Դրա համար Հռոմեացիների վերջի գլխում գրված է սատանան շուտով պարտվի ձեր ոտքերի տակ։ Հալելույա, թող սա իրականանա ձեր ոտքերի տակ։ Աստված երկու լուրջ չափանիշ ունի կյանքում, որոնց համար արժի պայքարել։ Առաջինը ինքը շատ սիրում է մարդուն ու ուզում է մարդու փրկությունը։ Դրա համար կտեսնեք մարդիկ, որ Հիսուսին չեն ճանաչում, պատերազմեք իրանց համար։ Դրանք են մարդիկ են, որ արդեն գտնվում են մահվան մեջ, իրենք նոր պիտի չմեռնեն։ Ֆիզիկական մահը բնական դրսևորում կլինի հոգևոր մահվան։ Պատերազմեք իրանց համար, կռվեք, թույլ մի տվեք, որ սատանան այդ մարդկանց դժոխք տանի։
Ու եթե անկեղծությամբ նայենք մեր շուրջը, ինչքան մարդիկ կտեսնենք, որոնք դժոխք են գնում։ Իսկապես ինչքան անհավատներ կան, որոնք չեն ճանաչում Հիսուսին, բայց մեռնում են, այդպես էլ Հիսուսի մասին չլսելով ու Հիսուսին տեր չունենալով։ Սարսափելի բան է, գիտեք, երբ որ մարդը մարմնից դուրս է գալիս ու տեսնում է, որ կա մի ուրիշ աշխարհ, տեսնում է կա մի ուրիշ աշխարհ, որտեղից էլ մի ուրիշ տեղ գնալու հնարավորություն չունի։ Այս աշխարհից փախնելը շատ հեշտ է, այս ֆիզիկական մարմինը ուզենք թե չուզենք մի օր դեմ պիտի գցենք։ Ու մենք անցնենք մի հոգևոր աշխարհի մեջ, բայց այնտեղից ուր ենք փախնելու։ Այնտեղից էլ փախուստ չկա, այնտեղ ոչ երկնքից փախուստ կա, ոչ էլ դժոխքից փախուստ կա։ Դրա համար նրանց համար, ովքեր այդպիսի վիճակների մեջ են գտնվում, աղոթելու ու պայքարելու կարիք կա։ Երկրորդ լուրջ չափանիշը Աստծո համար արդեն փրկված քրիստոնյաների հոգևոր աճն է։ Եթե դու կտեսնես, որ մարդը թեկուզ փրկված ընդունում է Հիսուսին այսօրվա դրությամբ, բայց առաջ չի գնում հոգևորապես իր համար ուժեղ պատերազմելու կարիք կա։ Գիտեք ինչու՞, որովհետև վաղը հաստատ կկորցնի, եթե առաջ չգնա։ Եթե ինքը ժամանակ առ ժամանակ մեղք է գործում, թեթև ավերաբերվում մեղքին, այս մարդը մի օր կորցնելու է փրկությունը։ Հնարավոր չի, որ Աստված այնքան անարդար լինի, որ թույլ տա, որ հավատարիմ մարդը ու անհավատարիմ մարդը հավասար փրկություն ձեռք բերեն։ Աստված այդքան անարդար չի կարող լինել։ Ինքը հաստատ պիտի բերի միտեղ, որ կամ այդ մարդը պիտի ապաշխարի դառնա հավատարիմ, կամ էլ թե չէ վերջնական պիտի կորցնի իր փրկությունը։ Դա համար կտեսնեք հավատացյալներ, որոնք թույլ են, որոնք մեղք են գործում։ Նրանց համար պատերազմ մեկ, սա էլ է կոչվում բարի պատերազմ, որովհետև բարի է, որովհետև կապված չի ֆիզիկական մարմնի ու արյան հետ, այլ կապված է հոգևորի հետ։ Լավ, առաջի բաժնում ուզում եի ներկայացնել, թե մեր պատերազմը ընդհանուր առումով ինչպիսի էություն պիտի ունենա։ Իհարկե, այսքանը չի, ամբողջ Աստվածաշունչն է խոսում այդ պատերազմի էության մասին, ու կարելի է բավականին երկար խոսել։ Եկեք անցնենք երկրորդ բաժնին։ Ինչպես պատերազմել։ Մի անգամ էլ կարդում ենք 18-րդ խոսքը, հետարքիր խոսք է գրել Պողոս առաքյալը Սուրբ Հոգու ազդեցության տակ, գրել է նաև միջոցը, ինչպես են պատերազմում։ Այս պատվերը ավանդում եմ քեզ, իմ որդեակս Տիմոթեոս, քո վրայովդ առաջվանից եղած մարգարեություններին համեմատ, որ նրանցով պատերազմես։ Ինչով պիտի պատերազմեր Տիմոթեոսը։ Իր վրա եղած, իր մասին եղած մարգարեությունների միջոցով։ Հիշեք, որ առաջին դարում, երբ այս նամակը գրվում էր, դեռ նոր կտակարանն է որպես գիրք գոյություն չուներ։ Դեռ ընդամենը ծրված նամակներ էին, որոնք ժամանակներ հետո մի քանի 100 տարիներ հետո նույնիսկ պիտի հավաքվեին դառնային նոր կտակարան։ Ասում է քո վրա եղած, առաջվանից, այն սկզբից քո վրա եղած մարգարեությունների միջոցով պատերազմես։ Իրականում նկատի ունի Պողոս առաքյալը Աստծո խոսքը, որ գիտեք մարգարեությունը որն է, որ մեկը մարգարեացել է, փոխանցել է Աստծո խոսքը մարդուն։ Սա Աստված քեզ համար սա է ասում։ Վերջ, սա մինչև կյանքիդ վերջը պինդ պահիր։ Մինչև կյանքիդ վերջը դա քեզ հաղթանակների պատճառ կլինի։ Այնքան կարևոր բաներ են սրանք, որ մի անգամ Աստված մի բան ասել է քեզ, կյանքիդ մինչև վերջը իմացիր, որ սա կարևոր է քեզ համար։ Ուշադրություն դարձրեք օրինակ Սողոմոնի կյանքում, հենց այն ամենասկզբից իր հայրը նույնիսկ Աստծո կողմից զգուշացրեց, ես հավատում եմ, որ Դավիթը Սուրբ Հոգով լցված խոսեց այդ ժամանակ Սողոմոնի հետ։ Ասեց, եթե փնտրես կգտնես, եթե թողնես ինքն էլ քեզ է թողնելու։ Ու տեսնում ենք, որ 40 տարի հետո դեպքից Սողոմոնը ուղղակի թողեց Աստծուն։ Ու ոչ մի դրական բան դրանից հետո գրված չի։ Նկատում եք, այսինքն այդ խոսքը մի խոսք էր, որը անընդհատ պիտի իր կյանքում տեղի ունենար։ Նաև ժամանակ առ ժամանակ այդ խոսքը թարմացրեց Աստված իր կյանքում։ Մարգարեի միջոցով տարբեր ձևերով։ Ուրեմն խոսքը պայքարելու պատերազմի ամենակարևոր միջոցն է։ Եթե դուք չունեք Աստծո կողմից խոսք, դուք ոչինչ չեք կարող անել սատանային։ Տեսեք Հիսուսը անապատում էր, ու սատանան 3 փորձություն բերեց Հիսուսի առաջ։ Ու ամեն անգամ Հիսուսը հաղթում էր նույն արտահայտությունով, գրված է։ Ու մի խոսք էր ասում Աստվածաշնչից։ Դա մի հարված էր սատանայի գլխին, որը չէր կարողանում դրանից հետո շարունակել։ Ինչու՞։ Դրանից հետո մեկ էլ չէր ասում։ Օրինակ ասեց, ասա թողես քարերը հաց դառնան։ Գիտեր որ Հիսուսը սոված է 40 օր ոչինչ չէր կերել։ Ասեց ասա թողես քարերը հաց դառնան։ Ասեց գրված է, ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ նաև ամեն խոսքը որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Այս Հիսուսի խոսքն էր, հարվածն էր, պատասխանն էր սատանայի խոսքին։ Բայց ինչու կարծում եք սատանան շարունակեց համոզել։ Բայց հիմա դու սոված ես, Աստծո խոսքով էլ ապրի, բայց մի քիչ էլ հաց չես ուզում ուտել հիմա։ Ինչու սատանան շարունակեց։ Որովհետև իր համար դա լուրջ պարտություն էր, Աստծո խոսքը ուղիղ, դիպուկ իր առաջ ասելը։ Ինքը ուղղակի մոտեցավ ուրիշ տեսանկյունից, սկսեց ուրիշ կողմից փորձել։ Մի հարված էլ այնտեղ ստացավ։ Հետո մի երրորդ տեսանկյուն փորձեց։ Մի հարված էլ այնտեղ ստացավ ու դադարեց։ Գրվածը հեռացավ դրանից հետո, կարդացել եք։ Այսպես պիտի լինի քրիստոնյան։ Ամեն օր դու կհանդիպես այդպիսի փորձությունների ու պատերազմների։ Ամեն անգամ Աստծո խոսքը ասես, ամեն անգամ հաղթություն կունենաս։ Աստծո խոսքը մի ասա մարդկանց, ու մի ասա մարդկանց հաղթելու համար, ասա քո ներսի աշխարհին հաղթելու համար։ Երբ որ մեկ էլ կտեսնես, որ քո ներսի աշխարհում վիրավորվածություն է բարձրանում,
որը ուզում է վրեժ առնի, խոսիր քո ներսի աշխարհին, նա տեսպես վերևից իշխանությունով, Աստծո իշխանությունով թարսնայիր քո սրտին, գիտեք չէ ինչ նշանակում թարսնայել։ Մենք հայերս լավ գիտենք այդ։ Նայում ես քո սրտին ու ասում ես տեղդ նստի, դու պիտի լռես, դու պիտի մեռնես, ոչ մի վրիժառություն, ես այդ մարդուն սիրում եմ, ով որ ինձ վիրավորել է։ Ես այդ մարդուն պիտի սիրեմ։ Քո սիրտը, այն սատանայի բռնվելու տեղը քո սրտում, պարտված է լինում։ Գիտեք ինչու, որ այդ խոսքը գրված է սիրիր քո թշնամիներին։ Կարդացել եք Հիսուսի խոսքն է, սիրիր քո թշնամուն։ Ինչու մարդիկ հաճախ չեն սիրում այս պատվերները կատարել։ Ասում քեզ նեղություն տվողների համար աղոթք արա։ Գիտեք, մեկ-մեկ մարդիկ այսպես են պատկերացնում, որ եթե մեկը ինձ նեղություն ա տվել, ես աղոթեմ, թող ինքն էլ ընկնի նեղության մեջ։ Սա անեցք է, սա աղոթք չի։ Երբ որ Հիսուս ասում էր քեզ նեղություն տվողների համար աղոթք արա, ինքը նկատի ուներ բարիք խնդրի իր համար։ Լավ բաներ խնդրի իր համար։ Հիմա փորձիր, մեկը քեզ նեղություն է պատճառում, հալածում է քեզ, ինչ որ նեղում է աշխատավայրում, կավելի ինչ որ միտեղ, դե հիմա աղոթիր ու իր համար բարիք խնդրիր։ Առաջին հաղթանակը քո սրտում ես ունենում։ Սիրտդ այդ մարդու նկատմամբ փոխվում է, եթե չարացած էր դառնում է բարի։ Հասկանում ես շատ բան աղոթքի ժամանակ, հասկանում ես ամենակարևորը, թե Աստված ոնց է վերաբերվում այդ մարդուն։ Նկատում եք ինչքան կարևոր է կատարել Աստծո խոսքը, ոչ թե ուղղակի իմանալ Աստծո խոսքը։ Այստեղ ով չգիտի, որ եթե հանկարծ չներեց, իրեն չի ներվելու։ Կա մեկը, որ չգիտի այդպիսի բան։ Սա Աստվածաշնչյան խիստ սկզբունք է դրված, ու մի քանի տեղ Աստվածաշնչում գրված է։ Անպայման պետք է ներել։ Հիսուս ասաց, եթե չներեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ չի ներելու։ Մի անգամ հայրմերից հետո, մի անգամ մի ամբողջ առակ պատմեց Հիսուսը բացահայտելու այդ ներման կարևորությունը։ Բայց ինչու քրիստոնյաները հաճախ չեն ներում։ Ու ինչքան հաճախ է դա պատահում։ Ու պատճառ են ման գալիս չներելու համար։ Ու հաճախ գտնում են այդ պատճառները, իհարկե ոչ արդարացի պատճառներ։ Այդպես չի կյանքում։ Այսինքն չեն պատերազմում իրենց ներսում եղածի դեմ խոսքի համապատասխան։ Գիտեք, այստեղ միայն մարգարեությունները չի, որ պետք է կիրառել, Աստվածաշնչյան խոսքը, բայց եթե ունես մարգարեություններ, եթե մարդիկ քո վրա մարգարեացել են, Աստծո մարդիկ, դրանք ամուր պահիր քո կյանքում։ Իսկապես եղել են մարգարեություններ, օրինակ ինձ համար մարգարեություններ են եղել, որ են ամենաանկած, ամենավատ վիճակում, մեկ էլ դրանք ինձ ոտքի են կանգնացրել։ Հիշել եմ Աստված ինչ է ասել ինձ համար, որ կոնկրետ ինձ է վերաբերվում։ Հիշել եմ Աստված ինչպիսի խոսքեր է ասել։ Գիտեք ինչ է նշանակում մեղք գործելուց հետո մոտենալ Աստծուն։ Միահավոր դժվար մի բան է։ Չգիտես ամոթից գլուխդ որտեղ մցնես, չգիտես ինչ ասես Աստծուն ուղակի, մեղք եմ գործել, իսկապես գործել եմ, բայց չգիտես ինչ ասես Աստծուն։ Մեկ էլ գալիս է Աստծո խոսքը, ասում է ինձ եկողին բնավ դուրս չեմ անելու։ Գիտեք ինչ համարձակություն է տալիս։ Գնում ես ասում ես չէ պիտի գամ, որովհետև դու խոստացել ես որ ինձ դուրս չես անի։ Հիմա եկել եմ, այդ մեղքն էլ գործած եմ, խնդրում եմ ջնջիր, ներիր, ողորմիր, մի բան արա իմ կյանքում։ Ունեցել եք այդպիսի պահեր։ Գիտեք քրիստոնյան ինչպիսի կյանք պիտի ապրի։ Աստծո խոսքը այնպես է սովորացնում, որ էլ ուրիշ տեղ պիտի չունենա գնալու։ Գիտես հենց որ դու մի քանի տեղ ունես գնալու, շատ հեշտ է, մի տեղը կմերժեն, կգնամ մի ուրիշ տեղ։ Աստված կմերժի, դե բնականաբար մեղք եմ գործել, Աստծուն մոտենալը դժվար է, կգնամ մի ուրիշ տեղ, սատանայի մոտ։ Աստծուց փող կխնդրեմ, չի տա, սատանան առատաձեռն կտա։ Ինչքան էսպիսի բաներ կան կյանքում։ Բայց դու մի մարդ պիտի լինես, որը էլ տեղ չունի գնալու, որ վերջացավ, մեռավ յետադարձի ճանապարհը, վառվեցին բոլոր կամուրջները։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եկեք միտեղ բացենք Աստվածաշնչում այս խոսքի միջոցով կամ Աստծո խոսքի հետ կապված այս պատերազմը ավելի խորացնենք մեր կյանքում, ավելի հասկանալի դառնա մեզ համար։ Երկրորդ Կորինթացիների թուղթը 10-րդ գլխի 4, 5, 6 նույնիսկ խոսքերը կարելի է կարդալ հիմա։ Մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, ապա Աստծո զորություն առած ամրոցներ քանդելու։ Մենք խորհուրդներ ենք քանդում։ Ինչ է նշանակում մենք խորհուրդներ ենք քանդում։ Խորհուրդը մտածելակերպն է, այն խորհուրդը, որ մարդը ունի, այդ մտածելակերպն ենք քանդում։ Մի անգամ էլ կարդամ. մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, մենք ֆիզիկական, նյութական զենքեր չենք օգտագործում, ապա Աստծո զորություն առած ամրոցներ ենք քանդում։ Գիտեք, ինչ բան է ամրոցը։ Երբ որ շատ անգամ որևէ խորհուրդ, միտք, գաղափար շատ անգամ գործի եք դնում կյանքում, դա այնքան ամուր է լինում ձեր մեջ։ Կարծես թե չեք էլ պատկերացնում, որ դրանից բացի մի ուրիշ ձևով հնարավոր է վարվել։ Այո, օրինակ երիտասարդների մոտ շատ է հանդիպում։ Եթե ինձ մի վատ բան ասեն, ես պիտի կռվեմ։ Դա շատ կհանդիպեք։ Չեն էլ պատկերացնում, որ դրանից բացի ուրիշ մի ձև հնարավոր է ինչ-որ լուծում տալ։ Գիտեք ինչու՞։ Որովհետև դա են կիրառել կյանքում, դա են տեսել կյանքում։ Այդ խորհուրդը դառնում է ամրոց, դառնում մի հատ կարծրություն մարդու մտքի մեջ, որը քանդելու կարիք կա։ Եկեք շարունակեմ կարդալ, խորհուրդներ են քանդում։ Աստծո գիտության դեմ, այս ինչ գիտություն է։ Չէ՞ որ այն ինչ որ գրված Աստվածաշնչում։ Աստծո գիտության դեմ բոլոր հպարտացած բարձր բաները ու մտքերը Քրիստոսի հնազանդությանը գերի են կանում։ Մի րոպե բացատրեմ սա ինչ է նշանակում։
Ցանկացած միտք, գաղափար, խորհուրդ, ինչ ուզում եք ասեք, որը չի հնազանդվում Աստծո խոսքին, Աստծո գիտությանը, դա հպարտացած է Աստծո գիտության դեմ։ Գիտեք ինչու՞։ Օրինակի վրա երևի ավելի պարզ կլինի։ Եթե մեկը քեզ վիրավորել է ու դու ուզում ես վրեժ առնել նրանից, Աստված քեզ ասում է ների։ Դու ասում ես չէ, պիտի անպայման վրեժ առնեմ, չես հնազանդվում Աստծո խոսքին։ Գիտես ինչու չես հնազանդվում։ Որովհետև համարում ես, որ քո ունեցած գաղափարը ավելի բարձր է, ավելի ճիշտ է, քան թե Աստծո ունեցած գաղափարը։ Այս է նշանակում Աստծո գիտության դեմ պարտացած։ Իրական պատերազմը նայեք ինչպիսին է լինում։ Ամրոցները քանդում, խորհուրդները քանդում, եւ Աստծո գիտության դեմ բոլոր հպարտացած բարձր բաները գերի անում Քրիստոսին։ Հասկանում եք։ Կտեսնեք պահեր կյանքում, որ ձեր սիրտը չի ուզում հնազանդվի Աստծո խոսքին։ Այստեղ գերի դարձնելու կարիք կա։ Ունեք ձեր կողքին մարդիկ, որոնց չեք սիրում։ Գործնական չեք սիրում։ Այդ մարդկանց չսիրելու այդ գաղափարները պետք է Քրիստոսի հնազանդեցնել, Քրիստոսի գիտությանը գերի անել ու սկսել գործնական սեր ցուցաբերել։ Ներում գուցե ցուցաբերել։ Գիտեք ինչ են ներումը շատ ասում, ամենաշատն է հանդիպում։ Մեր կյանքում այդ վիրավորվածությունները, պայքարները ներման հետ կապված ամենաշատն են հանդիպում։ Եկեք մի անգամ էլ Աստծո գիտության դեմ բոլոր հպարտացած բարձր բաները ու բոլոր մտքերը Քրիստոսի հնազանդությանը գերի ենք անում։ Ասում եմ բոլոր մտքերը Քրիստոսին հնազանդեցնում ենք, գերի ենք անում Քրիստոսին։ Եթե մի ամրություն, կարծրություն կա քո մտքում, որը չի ուզում հնազանդվի Աստվածաշնչյան խոսքին, դա քանդելու կարիք կա խոսքի միջոցով։ Լավ, այստեղից մի ուրիշ հետաքրքիր բան է առաջանում մեր մեջ։ Պատերազմի դաշտը գտնվում է մեր մտքում։ Դա ուրիշ տեղ չի գտնվում, մեզանից դուրս չի։ Դա մեր մտքի մեջ է գտնվում։ Այն բաները, որ դու սովորել ես տարիներ շարունակ գործել, այն մեղքերը, որ սովորել ես տարիներ շարունակ գործել, այդ դրանք մի կարծրություն են քո մտքի մեջ, որոնք քանդելու կարիք կա, որոնք Քրիստոսին հնազանդեցնելու գերության կարիք կա։ Մտքի մի քանի հատկություններ ասեմ, որոնք կօգնեն ձեզ։ Օրինակ միտքը շատ իներտություն ունի։ Իներտություն հասկանում եք, իրեն մի ուղղության վրա հրում եք, ինքը շարունակում է գնալ առանց հրելու էլ։ Օրինակ մի ֆիլմ եք նայել, ինչ որ մի ֆիլմ, դա ազդել է ձեր մտքի վրա, ձեր զգացմունքների վրա, ժամ ու կես ենթադրենք ձեր միտքը զբաղված ա եղել այդ ֆիլմով, դուք անջատում եք հեռուստացույցը, գնում եք ձեր գործերին, բայց ձեր միտքը շարունակում է մտածել այդ ֆիլմի մասին։ Ճիշտ եմ ասում։ Այդպես է ձեր մոտ։ Այսա մտքի իներտությունն է։ Այսինքն դուք գործում եք մեղք, մտածում եք ինչ որ չար բաներ որևէ մեկի նկատմամբ, հետո դուք ասում եք չէ, չեմ ուզում մտածեմ, գնում եք ձեր գործին, մեկ էլ տեսնում եք ձեր միտքը շարունակում է մտածել դրա վրա։ Միտքը ունի իներտություն, բայց սրանից կարելի է շատ դրական օգտվել։ Շատ կարդացեք Աստվածաշունչը ու գնացեք հանդիպեք այն մարդկանց հետ, ովքեր դժվար են ձեր համար ունեղություն են պատճառում։ Ձեր միտքը ունի իներտություն, նրանք ձեր նկատմամբ բացասական բաներ կանեն, ձեր միտքը կշարունակի մտածել Աստծո խոսքի վրա։ Հասկանում եք, կարելի է դա օգտագործել ճիշտ ձևով։ Քանի որ մեր միտքը ունի այդպիսի հատկություն։ Միտքը ունի սովորություն դարձնելու հատկություն։ Օրինակ մենք սովորել ենք, չէ՞, չարությունով պատասխանել։ Սա մեր աշխարհային կյանքի բաժինն է եղել, մի կտորն է եղել։ Մարդիկ սովորում են յուրահատուկ ձևերով չարությունով պատասխանել։ Այն փոքրիկ չարություններին ավելի մեծով պատասխանել, մեծերին ավելի մեծով պատասխանել եւ այսպես շարունակ։ Ու դառնում է սա կյանքում սովորություն։ Ինչպես կարելի է օրինակ այդ սովորությունը քանդել։ Եկեք հակառակը անենք, շատ մտածենք Աստվածաշնչյան խոսքի վրա։ Գիտեք, երբ որ շատ ենք մտածում Աստվածաշնչյան խոսքի վրա, մեր միտքը սկսում է վարժվել մտածել խոսքի համեմատ։ Եթե միտեղ չկա խոսքը, ոչինչ չկա։ Հավատացեք սրան։ Մարդիկ, որ ասում են ես հավատում եմ Աստծուն, շատ լավ են անում, բայց դեռ իրենց հավատքը պետք է տեղափոխել Աստվածաշնչյան Աստծո վրա, որովհետև իրեն դեռ պետք է հարցնել, այդ որ Աստծուն ես հավատում։ Մուսուլմաններն են Աստծուն հավատում, բուդդիստներն էլ, հինդուիստներն էլ, բազմաթիվ աստվածների են հավատում, ամբողջ աշխարհը լցված է, բոլոր ազգերը ունեն իրենց աստվածները։ Այդ որ Աստծուն ես հավատում։ Այն միակ ճշմարիտ, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, այն միակ ճշմարիտ, որ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի համար մեռնելու, գիտեք, ոչ մի կրոնում այդպիսի բան չկա։ Որ Աստված ուղարկեց իր որդուն մարդկանց մեղքերից մաքրելու իր մահով, այդպիսի բան ոչ մի կրոնում չկա։ Բայց որպեսզի դա իմանաս, որպեսզի դա ավելի խորը բացվի ու հասկանալի լինի քեզ համար, Աստվածաշնչյան խոսքի կարիքը կա։ Հասկանում եք խոսքի կարևորությունը ինչքան մեծ է։ Երբ որ շատ ենք մտածում մի բանի մասին, մենք սկսում ենք մտածել հենց այդպես, ինչպես որ դա կա։ Մեկ-մեկ մեր ժողովրդական խոսքն էլ ասում, չէ՞, ասում ցույց տուրով անկերտ, ասում ով ես դու։ Գիտեք ինչու, որովհետև երկու հոգի, երբ որ իրար հետ շատ են հաղորդակցվում, ինչ որ բաներում իրենք նմանվում են իրար։ Ճիշտ է թե չէ։ Աստվածաշունչն էլ է տենց ասում։ Ասում է լավ բարքը չար ընկերակցությունները փչացնում են։ Չար ընկերակցությունը լավ բարքը փչացնում է։ Ինչու՞, որովհետև վարակվում է, անցնում է դա, ուզենք թե չուզենք։ Մենք մարդ ենք ու փոփոխական ենք։ Ծնված ժամանակվանից մինչև ծերություն մենք նույն մարդը չենք լինում։ Անընդհատ փոխվում ենք ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր մտածելակերպը անընդհատ փոխվում է, այդպես է թե չէ։ Ու այդ փոփոխությունը ինչի ազդեցության տակ է լինում։
հեռուստացույցի, բազմազան գրքերի, ինֆորմացիայի աղբյուրների, մեր շուրջ եղած մարդկանց խոսակցությունների, այդ բոլորի ազդեցության տակ մենք փոփոխություն ենք ապրում։ Երանի նրանց, որ փոփոխություն կապրեն Աստծո խոսքի ազդեցության տակ։ Նրանց փոփոխությունը ճիշտ փոփոխություն կլինի ու ճիշտ պատերազմ կլինի։ Եկեք մտքի մասին մի բան էլ ասեմ։ Միտքը ընդարձակվելու ընդունակություն ունի։ Օրինակ, եթե դուք սովորեք, չէ, ամբողջ ձեր կյանքում կարող եք սովորել, ու չի լինի մի պահ, որ ասեք ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Բոլոր գիտություններով, բոլոր իմաստությունով, ել ոչ մի բան իմանալու կարիք չունեմ։ Այսպեսի բան երբեք չի լինի։ Նույնիսկ անհավատները կծիծաղեն, եթե մեկը այդպեսի բան ասի։ Ասես ամեն ինչ գիտեմ։ Միտքը ընդարձակվելու ընդունակություն ունի։ Օրինակ, երեխան ծնվում է, ինքը ոչ մի բան չկա իր մտքի մեջ, դատարկ է այդ միտքը։ Մեկ էլ մտքի մեջ առաջինը հայտնվում է, որ իր մայրն է իրեն կերակրում, որ մի հատ էլ տղամարդ կա կողքին, որին պապա պիտի ասի մի քիչ հետո։ Ու այսպես քիչ-քիչ այս երեխայի միտքը սկսում է ընդարձակվել։ Նկատել եք երեխաները ինչով են շատ ճանաչում շրջապատը, դրանով։ Հենց մի բան եք տալիս, տանում են վերան, տեսնեն ինչ հանում։ Ու այդպես իրենք ինֆորմացիա են կուտակում, իրենց միտքը սկսում է ընդարձակվել։ Մեր միտքն էլ է սահմանափակ։ Մտքի սահմանները սկսում են ընդարձակվել։ Բայց երբ որ դու հանդիպեցիր Հիսուսին, առաջին անգամ քո մտքի մեջ մի նորություն առաջացավ, որը չէր եղել մինչև հիմա։ Աստծո խոսքին հանդիպեցիր, քո մտքի մեջ մի նորություն առաջացավ, որը չէր եղել մինչև դա։ Հիմա դու պիտի մեծացնես արդեն դրա սահմանները, ոչ թե այն մյուս սահմանները։ Նկատում ես, քո ամբողջ օրվա աշխատանքը, քո կյանքի ընթացքում միտքդ որ կողմի վրա է ավելի ընդարձակում։ Դու կարող ես լինելով քրիստոնյա, հավատալով Հիսուսին ու Աստծուն, Աստվածաշնչյան խոսքին, բայց շարունակել քո միտքդ մեծացնել մեղքի մեջ։ Օրինակ, մարդկանց խաբելու նորանոր մեթոդներ օրինել, Հռոմեացիների առաջի գլխում գրված է չար բաներ հնարողներ։ Դու կարող ես մտածել ինչպես մարդկանց վատություն անես, միտքդ ընդարձակես այդ ուղղությամբ, բայց կարող ես միտքդ ընդարձակել Աստծո ուղղությամբ, Աստծո խոսքի ուղղությամբ։ Ովքեր են, որ շատ անգիրներ գիտեն Աստվածաշնչից։ Գիտեք ինչ անհրաժեշտ են անգիր անելը Աստծո խոսքի։ Յուրահատուկ օրհնություն է դա։ Մարդիկ նույնիսկ չեն սիրում կարդալ, ուրեմն սիրեն անգիրներ անել Աստվածաշնչից։ Բայց դրա անհրաժեշտությունը կա։ Գիտեք ինչու, որովհետև մեր միտքը սկսում է ընդարձակվել։ Երբ որ դուք մի նախադասություն մի 10 անգամ, 20 անգամ կրկնում եք, որպեսզի անգիր սովորեք։ Անգիր սովորելուց հետո էլ կրկնում եք, որպեսզի դա չմոռանաք։ Ու հետո մյուս օրը նոր խոսք եք սովորում, մյուս օրը մի նոր խոսք եք սովորում։ Լավ, եթե տարվա մեջ շաբաթական մի խոսք դուք սովորեք, տարվա մեջ 52 խոսք ունենաք անգիր։ Ես չեմ ասում ամեն օր։ Գիտեք, որ տարին 52 շաբաթ ունի։ Շաբաթը մի խոսք սովորեք անգիր, դուք տարվա վերջում կունենաք 52 խոսք անգիր։ Մի կարևոր բան էլ, երբ որ դուք այդ անգիրը սովորելու ժամանակ կրկնում եք խոսքը, մեկ էլ նկատում եք, որ կար մի բառ, որին մինչև հիմա ուշադրություն չեմ դարձրել։ Այդ մի բառը մի հատ նոր ընդարձակություն է տալիս ձեր մտքին, մի նոր սահմաններ է բացում մտքին, մի նոր օրհնություն եք ունենում։ Մեծ խոսքի նայում եք մի նոր տեսանկյունից, որը մինչև դա հայտնի չէր եղել ձեզ։ Հայտնություններ եք ունենում ուրիշ խոսքով ասած։ Հասկանում եք հայտնությունները ինչպես են ունենում։ Հայտնությունը մի նորություն է, որը ուրիշ ճանապարհով հնարավոր չէր ունենալ։ Պետք է լիներ գերբնական ճանապարհ։ Սա պատերազմելու միջոցներն եմ ասում, որովհետև եթե մենք ամուր լինենք Աստծո հետ, երբեք պարտություն չենք ունենա սատանայի հետ պատերազմի մեջ։ Քեզ դուր չեն գալիս այս խոսքերը, որ քեզ աշխատել եմ տալիս Աստծո խոսքի վրա, բայց դա է քեզ լիցքավորողը։ Նկատել եք, որ մեր միտքը ընդհանրապես ընդունակա լիցքավորվելու։ Օրինակ Կիրակի օրերը դու գալիս եք, երգում եք, աղոթում եք, այդ երգերը բառեր են, չէ՞, որոնք Աստծո խոսքի համապատասխան են։ Ու շատ երգերի մեջ կան այս կոնկրետ ուղիղ գրված խոսքեր։ Նկատել եք այդպիսի բաներ։ Օրինակ Սաղմոսներից շատ խոսքեր կան։ Դրանք ամբողջը ազդում են մեր վրա։ Ու մենք այս 2 ժամը մեր միտքը զբաղացնելով Աստվածաշնչյան խոսքով, այստեղից դուրս են գալիս լիցքավորված կարծես թե։ Շատ է զգացած կլինեք դա։ Եթե ուրիշ ոչ մի հավաքույթի չեք մասնակցում, մինչև մյուս Կիրակի մարում է, ցածրանում, թուլանում է հոգևոր լիցքը, ծախսվում է շաբաթվա ընթացքում։ Ու մեկ էլ Կիրակի օրը գալիս էլ չեք ուզում գնալ։ Արդեն կարծես թե այն անցած Կիրակի օրվա այն քաղցրության զգացումը, որ ապրել էիք, մարում է, դառնում ոչինչ։ Գիտեք ինչու, որովհետև լիցք էր դա, որը ծախսվեց, ու այդպես էլ կլինի կյանքում։ Իսկ եթե դու լիցքավորվես 2 օրը մեկ, իսկ եթե դու լիցքավորվես ամեն օր, ու այդ լիցքավորման մեթոդները բազմազան են, օրինակ Կիրակի օրը լիցքավորման ձևը սա է, բայց եթե գնում ես տնային խումբ, այնտեղ այդ խոսքը քննարկվում է, դու մի նոր ուրիշ ձևով ես լիցքավորվում։ Գնում ես աշակերտության բոլորովին ուրիշ ձևով ես լիցքավորվում։ Քո անձնական ներքին կյանքում դու բացս անում Աստվածաշունչը կարդում, ուրիշ ձևով ես լիցքավորվում։ Ու այսպիսի լիցքի կուտակում ունենալով քո կյանքում սատանան ո՞նց կարա քեզ հաղթի։ Այդտեղ չի մնում վիրավորվածությանը, վրիժարության զգացումին, մի ուրիշ բանի։ Քո ներսի աշխարհը լցված է լինում արդեն հաղթելու զորավոր միջոցներով, Աստծո գիտությունով։ Նկատում եք, հաղթանակի միջոցը Աստծո խոսքի մեջ է գտնվում։ Կարճ ասած, լինել Հիսուսի հետ նշանակում է նմանվել նրան։
Եթե դուք ուզում եք նմանվել Հիսուսին, դուք պետք է շատ լինեք նրա հետ։ Ու մեկ-մեկ էլ խնդրեք, ասեք ուզում եմ հասկանամ քեզ։ Աստվածաշունչը ասում է, որ բարձրացողը թող սրանով բարձրանա, որ հասկանում է ինձ։ Երեմիայի մարգարեությունում է գրված։ Իսկապես լուրջ հարց ասա, հասկանալ Աստծուն։ Գիտես ինչու ես հասկանում, որովհետև գիտես ինքը ինչպես է մտածում։ Դու քննարկել ես քո մեջ իր մտածելակերպը։ Դու նրա մտածելակերպը դարձրել ես քոնը, ոնց ես կացրել քո ներսի աշխարհը, դու ես այդպես մտածում։ Դրամ էլ հասկանում ես այդ նույն ձևով մտածողին։ Գիտեք ովքեր են, որ իրար չեն հասկանում, ովքեր որ տարբեր ձևերով են մտածում։ Իրար հակառակ մտածելակերպով։ Ու մի օր դուք կնկատեք Աստծո մեջ, նրա խոսքի մեջ աճելով ու զարգանալով կնկատեք, որ դուք մեկ էլ անհավատներին չեք հասկանում։ Ասում եք ո՞նց կարելի է այդպեսի մեղ գործել։ Բայց չես վախենում Աստծոց։ Քեզ համար կդառնա դա բնական Աստծո վախը, Աստծուն սիրելը, բայց սկսես չհասկանալ նրանց, կասես իրենք ինչպես։ Սա խոսում է նրա մասին, որ դու աճում ես, որ դու զարգանում ես, բայց երբեք կանգ չառնես, ինչքան էլ աճես, նորից աճելու տեղ կա։ Ցանկացած կանգ առնելը քեզ ետ կմղի։ Շատ կարևոր է աղոթքը Աստծո խոսքի համեմատ։ Հաղթելու միջոցներից մեկն է աղոթքը Աստծո խոսքի համեմատ։ Աղոթքի ժամանակ դու Աստծո առաջ բերում ես քո ներքին դժվարությունը, պատերազմն ես բերում։ Բացում ես Աստծո առաջ, ասում ես ահա, իմ թշնամին, ներսից թշնամին գլուխ է բարձրացրել, ասում է գնա այդ մարդուն վատություն արա։ Բայց ես չեմ ուզում Տեր Աստված վատություն անեմ, օգնի ինձ, ուշ տուր ինձ։ Աղոթքի մեջ կանգնում ես այնքան, մինչև քո ներսի թշնամին պարտվում է, գիտես։ Կարճ աղոթքները, որ մարդիկ ուղղակի խոսում են, չեն շարունակում հարատևել Աստծո ներկայության մեջ, ոչ մի ազդեցություն չեն ունենում մարդու կյանքում։ Այդ ազդեցության չափը աղոթքի մեջ, ինչքանով դու փոխվեցիր, դա դու կնկատես աղոթքից առաջ ինչպիսին էիր, աղոթքից հետո ինչպիսին ես։ Այդպիսի փոփոխություններ զգացել եք, տարբերություններ զգացել եք։ Ձգտում ունեցեք, որ նույնիսկ 5 րոպեանոց աղոթքները, ձեր ամենակարճ աղոթքները, ձեզ փոխող աղոթքներ լինեն։ Որ այդ կարճ ժամանակի մեջ անգամ Հիսուսին գտած, կպած մարդ լինես, որ կարողանաս այդ կարճ ժամանակի մեջ կպնես, որովհետև մի անգամ կպնելը շատ ավելին արժի, քան թե ձևական 2 ժամ խոսելու։ Ու այդ 2 ժամ խոսելուց հետո դու կարող ես դուրս գալ նորից ու գնալ մեկին մի վատություն անել։ Գիտես ինչու՞։ Որովհետև այդ 2 ժամվա աղոթքի մեջ դու չհանդիպեցիր Հիսուսի հետ։ Քո ներսի աշխարհում ինչ չարություն, ինչ որ կար, քո թշնամին այդպես էլ կենթանի մնաց քո ներսի աշխարհում։ Չմեռավ։ Նկատում եք միջոցները ինչպիսին են։ Սրանք կիրառելու կարիք կան։ Հետո ինչ որ հիմա ես շատ խոսեմ սրանց մասին։ Եթե գնաս տուն ու սրանք չկիրառես, ոչ մի օգուտ չես ունենալու։ Հաճախ կնկատես, որ քո աղոթքները ոչ թե 5 րոպեանոց, մի ժամանոց, 2 ժամանոց ոչ մի արդյունք չեն տալիս։ Գիտեք ինչու՞։ Կարիք կա ավելի երկար աղոթքների, որոնք կոչվում են ծոմ։ Օրինակ ամբողջ օրը առավոտյան վեր ես կենում, որոշում ես կայացնում։ Ասում ես ներսի է, այս մեղքի ցանկությունը, մեղքի ձգտումը, մեղքը սիրելը։ Մինչև չմեռնի ես այս գիրքը չեմ փակելու ու աղոթքից դուրս չեմ գալու։ Վերցնում ես գիրքը, մտնում ես աղոթքի մեջ, աղոթում ու կարդում ես այնքան, մինչև այդ մեղքի ձգտումը մահանա։ Նկատել ես հպարտություն քո մեջ, որ ուրիշներին վերևից ես նայում։ Կարծում ես թե դու ավելի լավն ես, քան թե ուրիշները։ Սա հպարտությունն է խոսում մարդու մեջ, որը մեղք է Աստծո առաջ։ Վերցնում ես գիրքը, մտնում ես աղոթքի մեջ, ասում ես մի օր կլինի թե 2 օր կլինի, ես մինչև չմեռնեմ դուրս չեմ գալու այստեղից։ Վճռական մարդիկ են հաղթում պատերազմի ժամանակ։ Պատերազմի ժամանակ թույլ իմիջիալոց մարդիկ չեն հաղթում։ Նկատում եք սա։ Սրա կարիքը շատ կա կյանքում, քրիստոնյաների կյանքում։ Այսօր շատ մարդիկ են կոչվում քրիստոնյաներ։ Շատ մարդիկ են իրենց վրա վերցրել հավատացյալ անունը։ Շատերին որ հարցնես կասեն հավատում եմ, բայց շատերի կյանքն էլ լցված է մեղքով, հավատալու հետ միասին։ Այն օրը, երբ որ Աստված դատի ամբողջ մարդկությունը, Աստվածաշունչը ասում է մարդկանց ծածուկ բաները դատի ավետարանի համեմատ։ Կարդացել եք Հռոմեացիների 2-րդ գլխում գրված։ Մենք շատ կզարմանանք մարդկանց կյանքերը տեսնելով, թե իրենց ներքին կյանքը ինչքան ինչով է լցված եղել։ Երբ որ գալիս են եկեղեցի, ժպտում են բոլորի երեսին, բայց դուրս են գալիս ու հետո մարդկանց հետ ինչպես են վերաբերվում։ Արդյոք նրանք հասկանում են, որ մարդը Հիսուսի արյան արժեքը ունի, որ Աստված մարդուն գնահատեց իր որդու արժեքով ցանկացած մեկին ինչպիսին ուզում է լինի։ Անկախ աղքատությունից, թե հարուստ լինելուց, անկախ նրա առողջական վիճակից, անկախ ամեն ինչից, այդպիսի արժեք ունի մարդը, բայց մարդուն ինչպես են վերաբերվում։ Անոր գնքով վերևից նայելով, չգիտեմ ինչպիսի ինձանից լավ գիտեք։ Հիմա հասկանում եք ինչն է հաղթում թշնամուն ու որտեղ է այդ թշնամին գտնվում։ Ու եթե ներսում դուք հաղթած լինեք ձեր թշնամուն, դրսից նա ոչինչ չի կարող անել։ Նրան մի հատ հայացքը ձեր սատանայի վրա, բավարար է որ սատանան փախնի ուղղակի ձեզանից։ Ցանկացած բայ գա կանգնի ձեր առաջ դուք ճիշտ վերաբերվեք, ինքը անպայման փախնողա ձեզանից։ Գրված է բարիով հաղթեք չարին։ Չարից երբեք չպարտվեք, բարիով հաղթեք չարին։ Այնքան լավն է այս պատկերը, փորձեք պատկերացնել, դու լցված ես բարիով, ինքը լցված է չարով։ Գալիս են ու այս երկուսը բախում են ունենում իրար հետ։
կայծերը, կոնֆլիկտները, բախումները ամենուր եք պատահում են մեզ։ Որքան բարիք կարող ես գործել, որ քո բարիքը նրան գրավի, այստեղ դու հաղթած կլինես։ Իսկ եթե ինքը շատ չարիք գործելով ստիպում է քեզ, որ դու էլ մի բան չար գործես, ինքը հաղթեց քեզ, որովհետև քեզ չարացրեց, իր սահմանները չարության ընդարձակվեցին։ Բայց եթե դու այնքան շատ ես բարիք գործում իր նկատմամբ, որ ինքը միտեղ էլ բարի է գործում քո նկատմամբ, դու հաղթեցիր նրան։ Նկատում եք ինչպես են հաղթում։ Ուրեմն մի անգամ եմ կարդում Տիմոթեոսի թուղթը, բացառեք ինձ հետ Տիմոթեոսի այս խոսքը։ Առաջի թղթի 1-րդ խոսքը։ Այս պատվերը ավանդում եմ քեզ իմ որդեակս Տիմոթեոս, քո վրայովդ առաջվանից եղած մարգարեությունների համեմատ, որ նրանցով պատերազմես այն բարի պատերազմը։ Պողոս առաքյալը սա գրում է, հաջորդ թղթում էլ գրում է, որ բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Ասում է բարի պատերազմը պատերազմեցի։ Երբ որ գա այն պահը, որ մեր կյանքի վերջին վայրկյանները լինեն, կարողանանք իսկապես հայացքով մի հատ ետ նայել մեր կյանքին, ասել բարի պատերազմը պատերազմեցի։ Գիտեք, որ այդ պահը բոլորի մոտ պիտի գա, իմ մոտ էլ, քո մոտ էլ, վերջին վայրկյանների պահը։ Չլինի ետ նայենք կյանքին, ասենք ես ինչ դատարկություններով էի լցրել կյանքս, ես ինչքան մեղքերով եմ լցրել կյանքս, հիմա ոնց եմ կանգնելու Աստծո առաջ, որ այդպես չլինի, այլ նայես ետ, ասես բարի պատերազմը պատերազմել եմ, հավատքս էլ պահել եմ, հիմա կարող եմ կանգնել Աստծո առաջ ու նրանից կենաց պսակը ստանալ։ Ինչ տեսար քո կյանքում, որ թշնամությունը անում քեզ, որ խայթոցները առաջացնում քեզ քո ներսի աշխարհում, թունավորում է քո կյանքը Աստծո նկատմամբ, Աստծո խոսքի նկատմամբ, ունես այդպիսի բաներ կյանքում, որտեղ տեսար, որ թուլություն ես անում պատերազմի մեջ, ունես այդպիսի պահեր, որ թուլություն ես արել պատերազմի մեջ, թույլ ես տվել, որ հպարտությունը գործի քո միջոցով, մարդկանց վերևից նայելը, թե դու ավելի լավ հատացյալ ես, քան ուրիշները, այսպիսի բաներ թույլ ես տվել քո կյանքում, թույլ ես տվել վիրավորվածության զգացումին, որ վրիժառություն առաջացնի քո կյանքում, ինչ տեսար, որ չես պատերազմել, թուլություն ես արել պատերազմի մեջ, տեսար, որ քիչ ես եղել Հիսուսի հետ, որ ավելի շատ լինես, ավելի շատ միտքդ զբաղված կլինի նրանով ու լավ լիցքավորված կլինես, ինչ տեսար պակաս։ Հիմա մի քիչ հետո որ կանգնենք աղոթքի որոշում կայացր, որ դրանց բոլորի համար ներողություն խնդրես։ Գիտես, քեզ շատ ժամանակ պետք չի Աստծուն կպնելու համար, բայց մինչև սրտիդ խորքը ներողություն խնդրելու կարիք կա, եթե իսկապես ուզում ես արագ կպնել Աստծուն։ Ու երբ որ կպար, բաց չթողնես նրան։ Խոստացիր, որ ամեն ինչ կզոհես, քո եսը, քո հպարտությունը, քո ֆինանսները, չգիտեմ, քո շահը, ամեն ինչ, քո մարմնի ցանկությունները բազմազան տեսակ, բոլորը կզոհես նրա համար, որ Հիսուսին էլ երբեք բաց չթողնես ու թույլ չտաս, որ մի հատ էլ խայթոց ձեզ բաժանի իրարից։ Համաձայն ես ինձ հետ, ուրեմն ոտքի կանգնենք։